Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, նախ առիթ օգտագործելով թույլ տվեք շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետությունում հերթական 2026 թվականի ազգային ժողովի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպման առթիվ եւ շնորհավորել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը գրանցած հաջողության համար։ Եվ այսպիսով 2025 թվականի առողջապահության բաժնով հատկացված է եղել 171.2 միլիարդ դրամ եւ մեր ընդհանուր կատարողականը կազմել է 96.2%։ Այս մասնաբաժնում ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերը եղել են 11.7 միլիարդ դրամ, որից ծախսվել է 6.4 միլիարդ դրամը, հաջորդիվ ավելի բացված կներկայացնեմ ուր են ուղղվել ֆինանսական միջոցները եւ ինչ արդյունքներ ունենք։ Իրականացրել ենք թվով 12 բյուջետային ծրագիր, 45 միջոցառում, որոնցից 4-ը կապիտալ ծախսեր են եղել։ Առիթը օգտագործելով նաև ուզում եմ որոշակի համեմատականներ անցկացնել նախորդիվ բյուջեների միջև, որովհետև ըստ էության մեր կառավարման 5 տարիների ընթացքում առողջապահության բյուջեն ըստ էության կրկնապատկվել է 2018 թվականի համեմատ, 2025 թվականինը, իսկ 2026 թվականը կրկնապատիկից էլ ավելի մեծ աճ ունենք։ Այսպիսով 2018 թվականին ճշտված բյուջեն կազմել է 86 միլիարդ դրամ, իսկ արդեն ինչպես տեսնում ենք 2025 թվականին 171.2 միլիարդ դրամ։ Աճ ունենք նաև 2024 թվականին, այն եղել է 167.8 միլիարդ դրամ եւ այստեղ էլ տարեցտարի ֆինանսական միջոցների աճը ուղղվել են թե կապիտալ ծախսերի մեծացմանը եւ թե մեր քաղաքականության առողջապահության ոլորտում տարմանը եւ մեր քաղաքացիների առողջության մասին հոգ տանելուն։ Ես ուզում եմ նաև ընդգծել, որ մեր կողմից տարվող քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին գրանցվել է մինչ այդ վիճակագրական ընդհանրապես բոլոր տվյալների համատեքստում ամենաբարձր կյանքի միջին տևողության ցուցանիշը 78.6 տարեկան, որը մեզ համար կարծում եմ բավական մեծ ձեռքբերում է եւ մենք շարունակելու ենք մեր ներդրումները մարդկային կապիտալի, այդ թվում նաև առողջության մեջ եւ սա արդեն իսկ շատ մեծ ձևով հետ է վերադառնում մեր քաղաքացիների թե կյանքի որակի եւ թե կյանքի երկարության վրա։ Պետք է ընդգծեմ, որ 2025 թվականը եղել է առողջության համընդհանուր ապահովագրության նախապատրաստական ամենաբուռն տարին եւ մենք միասին 2025 թվականի ավարտին ընդունեցինք առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, դրանից հետո կառավարությունը հաստատեց ենթաօրենսդրական ակտերը եւ մենք 2026 թվականի հունվարի 1-ից սկսեցինք արդեն համակարգի գործարկումը։ Ուրախ եմ նաև արձանագրելու, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը, որը բավական բազմաշերտ, դժվար եւ երկար սպասված բարեփոխում էր, արդեն իսկ կարելի է ասել, որ հաջողության պատմություն է եւ վերջին 6 ամիսների ընթացքում մենք ականատես ենք մեր քաղաքացիների գոհունակությանը, շնորհակալությանը եւ մեր քաղաքականությունը շարունակվելու է եւ ի հեճուկս ընդդիմության եւ նախընտրական քարոզի շրջանակներում բազմիցս կեղծ թեզերի ուրեմն շրջանառությանը առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից էլ ավելի կընդլայնվի ուրեմն ներառվող շրջանակների մասով եւ 2028 թվականին արդեն կամփոփի մեր ողջ բնակչությունը։ 2025 թվականին հարգելի գործընկերներ, մենք իհարկե չսպասելով առողջության ապահովագրության ներդրմանը, անընդհատ ընդլայնել ենք մեր պետական առողջապահական գործակալության կողմից փոխհատուցվող պետական պատվերի ծրագրերը։
Ընդլայնել ենք թե դեղորայքային ապահովումը եւ 25 թվականին առաջին անգամ ներդրեցինք նոր հիվանդությունների դեմ բուժման սխեմաներ, թանկարժեք դեղորայք եւ այս առումով կարող եմ ասել, որ ուրեմն տարեց տարի դեղորայքային ապահովությունը մեր երկրում ընդլայնվում է։ Այդ թվում նաեւ մասնավորապես ուզում եմ ընդգծել երեխաների դեղապահովման գործընթացը եւ ըստ էության ուրեմն 83 անվանում դեղ է գնվել 18 հիվանդության համար եւ ընդհանուր առմամբ 2025 թվականին կազմել է 5.7 միլիարդ դրամի բյուջե եւ այն 99.3%-ով իրականացվել է։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 1.3 միլիարդ դրամ, ինչը ցույց է տալիս, որ մենք ամեն տարի այս հարցը մեր ուշադրության կենտրոնում ենք պահել եւ ընդլայնել ենք մեր ապահովման ծրագրերը։ Բացի դրանից 2025 թվականին առաջին անգամ պետությունը երեխաների համար սկսեց տրամադրել շաքարային եւ ոչ միայն շաքարային դիաբետ ունեցող ուրեմն հակադիաբետիկ դեղեր եւ երեխաների համար ուրեմն շաքարի չափման նոր սենսորային համակարգեր, ընդհանուր ծրագրի արժեքը 800 միլիոն դրամից ավել է կազմել եւ ես ուրախ եմ, որ այսուհետ մեր երեխաները ապահոված են նոր սերնդի սարքավորումներով։ Սրա արդյունքում մենք ունենք հիվանդության շատ ավելի լավ կառավարելիություն եւ այս մասով էլ մեր մարզային թե Երևանի ուրեմն հանդիպումներում բազմաթիվ քաղաքացիների հանդիպել եմ, ովքեր արդեն ամիսներ շարունակ օգտագործում են այս սենսորները եւ ծնողների ամենամեծ գնահատականն է, որ նրանց կյանքը փոխվել է, թե երեխաների եւ թե նաեւ ծնողների, որովհետեւ շատ ավելի հանգիստ խղճով են երեխաներին թողում դպրոց գնալ եւ ապրել սովորական կյանք։ Շարունակելով ընդգծեմ, որ ընդլայնելով նաև պետական պատվերի թե հասանելիությունը, թե ծառայությունների շրջանակը, մենք 2025 թվականի ընթացքում շարունակել ենք նվազեցնել, ուրեմն թե չարորակ նորագոյացություններով մահացության թվերը, թե սրտանոթային հիվանդություններով մահացության թվերը, նաև շաքարային դիաբետով մահացության թվերը։ Ամեն տարվա այս մասով նվազումները իհարկե շարունակում են եւ շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում, որովհետև մեր քաղաքականությունն է հայտնաբերել ավելի վաղ, հայտնաբերել ավելի մեծ թվով եւ տրամադրելով բուժօգնություն նպաստել, որպիսի նվազի մահացության ցուցանիշները, ինչին մենք ամեն տարի ավելի ու ավելի մեծ ցուցանիշներով հասնում ենք։ Ուզում եմ ընդգծել, որ 2025 թվականի ընթացքում, ինչպես նաև դրա նախորդ տարիներին, մենք առաջնորդվել ենք մի սկզբունքով։ Մեր կողմից հաստատված բյուջեի շրջանակներում, եթե ունեցել ենք մենք դիմելիության աճ, ապա կառավարությունը մշտապես այդ ուրեմն ավել դիմելիության շրջանակներում ավելացրել է ֆինանսավորումը եւ ըստ էության ըստ կարիքի ֆինանսավորել պետական պատվերը։ Սա շատ մեծ ձեռքբերում է եւ մեր քաղաքականությունն է եղել, որ մեր երկրի տնտեսական աճին համահունչ մենք պետք է ավելացնենք նաև առողջապահության ծախսերը եւ եթե կարիքը կա եւ եթե անձը մեր շահառուն է եւ դիմել է, ապա նա այդ տարվա ընթացքում ստանում է համապատասխան բուժօգնությունը։ Ես իհարկե ասեմ, որ սրա շրջանակներում 25 թվականին օրինակ ավել են եղել նաև ուրեմն փոխպատվաստման ծառայությունները եւ այս մասով էլ մեր ընդլայնման ծրագրերը ընդլայնվում են, շատ ավելի բարդ փոխպատվաստումներ ենք իրականացնում։ Այստեղ մենք 2025 թվականի ընթացքում իրականացրեցինք նաև ենթաօրենսդրական ակտերի որոշակի փոփոխություն եւ մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո իրականություն դառնա դիակային դոնորությունը։ Սա շատ մարդկանց համար կյանքի փրկության, տեսողության վերականգնման եւ ուրեմն կյանքի որակը վերագտնելու ըստ էության միակույսն է եւ ուրախ եմ, որ մենք մասնագիտական թիմերի պատրաստվածության առումով սարքերի հագեցվածության առումով արդեն իսկ ապահոված ենք, այստեղ մենք ունենք ուղղակի նման այս մշակույթի տարածման եւ մեր քաղաքացիների շրջանակում
հարազատի կողմից թույլտվության այսպես դեպքերը եւ պիտի շարունակենք նաեւ իրազեկման աշխատանքները, որ մեր երկրում նման ծառայությունները եւս հավասանելի լինեն եւ մեր քաղաքացիները ստիպված չլինել գնան այլ երկրներ, որպիսի ունենան օրինակ երիկամի կամ եղջերաթաղանթի փոխպատվաստման հնարավորություն։ Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների համար տրամադրվող բուժօգնության ծավալները եւս մեծացել են։ Ես շեշտադրում անեմ, որ այս մասով մեր ապահովագրության շահառուների շրջանակում ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, այսինքն անկախ հաշմանդամության կարգաթվից, առաջին, երկրորդ, երրորդ կարգից, մեր բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկվել են պետության կողմից փոխհատուցվող առողջության ապահովագրության շրջանակներում եւ սա էլ ըստ էության առաջին անգամ վերացրել է այդ տարընկալումները եւ ինչ որ առումով աղճատված մոտեցումը, որ խմբին ինչ ծառայություններ են հասնում։ Բացի դրանից պիտի նշեմ, որ անապահովության 28 միավորից ավել ունեցող ընտանիքի անդամները եւս ներառված են պետության կողմից ապահովագրվածների շարքում եւ սա էլ կարեւորագույն սոցիալական պարտավորություն է, երաշխիք է, որը պետությունը կառավարությունը տրամադրում է։ Բայց իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ ամենամեծ խմբերը դրանք մինչև 18 տարեկան երեխաներն են եւ 65+ տարիքի անձինք են, ովքեր 26 թվականի հունվարի 1-ից ապահովագրվել են պետության կողմից եւ այսօր 100 հազարավոր մեր քաղաքացիներ, ովքեր որ նախորդիվ նման հնարավորություն չեն ունեցել դեղորայքային ապահովության, բժշկական ծառայությունների հասանելիության, այսուհետ կարողանում են այս ծառայություններից օգտվել եւ մենք ունենալու ենք սրա արդյունքում թե հաշմանդամության կրճատում, թե կյանքի տևողության երկարում եւ իհարկե կյանքի որակի բարելավում։ Չասած, որ սա նաեւ ընդհանուր առմամբ մեր բոլոր ընտանիքների համար ֆինանսական բեռի շատ մեծ թեթևացում է եւ մեզ ուղղվող շնորհակալությունների շարքում մեծ են նաեւ միջին տարիքի անձանց կողմից, որովհետեւ նրանք էին ըստ էության ֆինանսական բեռը կրողները։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2025 թվականին նաև ուրեմն երբ որ մենք միասին քննարկում էինք 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողներին եւ նրանց ներառեցինք մեր ապահովագրության որպես շահառուներ, վարչապետի գլխավորությամբ եւ մեր ընդհանուր քաղաքական թիմի կոչն էր, որ մեր տնտեսվարողները հնարավորինս վերանայեն աշխատավարձերը եւ ըստ էության բոլոր այն չգրանցված հատվածը եւս դառնա գրանցված աշխատավարձ եւ մեր քաղաքացիները այս երաշխիքից օգտվելու հնարավորություն ունենան եւ ես ուրախությամբ նշեմ, որ այս 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողների թիվը վերջին 5 ամիսների ընթացքում էականորեն մեծացել է եւ սա էլ ապահովագրության նաեւ դրական կողմնակի ազդեցություններից մեկն է լինելու։ Ընդհանուր առմամբ անդրադառնամ նաև կապիտալ շինարարություններին, որովհետև սրանք եւս չափազանց կարևոր ուղղություն են։ Պետք է ասեմ, որ մենք շարունակաբար վերանայել ենք նաև մեր կապիտալ շինարարությունների ուղղությունները, այն առումով, որ հրաժարվել ենք վերակառուցումների այլևս մոտեցումից եւ անցել ենք միայն նոր ուրեմն բժշկական կենտրոններ կառուցելու քաղաքականությանը, որովհետև մեր ըստ էության կուտակած փորձը եւ ծախս արդյունավետության գնահատականը հուշում է, որ այլևս նախորդիվ կառուցված շենքերը, անգամ եթե դրանք չունեն սեյսմականության խնդիր, դրանք վերակառուցման արդյունքում չեն ունենում այն նոր ստանդարտներին համահունչ միջավայրը, որը մենք ուզում ենք։ Եվ ըստ էության այս քաղաքականության փոփոխության արդյունքում նաև որոշակի վերանայումներ են արվել մեր պոլիկլինիկաների ուրեմն շարքում եւ այս առումով է, որ մեր կապիտալ շինարարությունների կատարողականը 2025 թվականին որոշակի ուրեմն մաս ունի չկատարված, ես ուզում եմ վստահեցնել, որ 2026 թվականի ընթացքում թե կապիտալ շինարարությունների եւ թե վերազինման աշխատանքները ուրեմն տեմպով ընթանում են եւ կառավարության ծրագրով խոստացված 50 առողջապահական կազմակերպություն ունենալու ծրագիրը մինչեւ տարվա մենք ըստ էության իրականացնելու ենք։
Պիտի նշեմ, որ նախորդ տարիվա ավարտին մենք, եթե կհիշեք, մարզային բժշկական կենտրոնները առողջապահության նախարարության ենթակայության տակ գալուց հետո գնահատեցինք նաև մեր բժշկական կենտրոնների սարքավորումներով հագեցվածության կարիքները եւ կենտրոնացված գնումներ իրականացրեցինք, այս մասով արդեն իսկ ուրեմն 10 մամոգրաֆիկ սարքավորումների գնման գործընթացն է հաջողությամբ ավարտվել եւ 4-ը արդեն տեղադրման ընթացքում են, հաջորդ 6-ը եւս առաջիկայում կտեղադրվեն կոլոնոսկոպեր եւ հաջորդիվ այլ սկրինինգային ծրագրերում անհրաժեշտություն իրենցից ներկայացնող բազմաթիվ սարքավորումներ գնվել են կառավարության կողմից եւ տրամադրվելու են մարզային բժշկական կենտրոններին։ Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ մեր ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, որը ըստ էության մեր կառավարության շնորհիվ վերագործարկվեց եւ այսօր հաջողությամբ աշխատում է եւ ապահովում է Հայաստանում ճառագայթային բուժօգնության գրեթե ողջ սպեկտրը, եւս կառավարության ուրեմն կողմից տրամադրված միջոցների հաշվին վերազինվում է եւ առաջիկայում այնտեղ մենք կունենանք նաեւ բացվում նոր պետ ուրեմն համակարգչային շերտագրման սարքավորման, ինչը եւս կապահովի մեր երկրում շարունակական եւ անխափան ծառայությունների տրամադրումը։